բոլորիդ քաչ հայտնի պիտի լինի, որ պատմությունը ամենակարակականացված գիտությունն է և հաճախ պետական, չգիտեմ, ինչ այրից ելնելով հաճախ պատմությունը կեղծվել է Իոբուտ շահի և դեպքերը հայտնի են հին աշխարհի ժամանակներից։ Ձենք դրանցից հնագույնը կարող ենք համարել հենց երրորդ հազարամյակից մեզ ասած Սարգոնի պատմությունը, որտեղ Սարգոնը իր մասին գրում է, թե ինքը իր հորը չի ճանաչում, մայրը ապրում է Եփրատի ակունքների մոտ, իրեն գետը բերել է միջագետ, որտեղ մի այգեպան իրեն հանել է ջրից, դաստիարակել և այլն, և ինքը ստեղծում է հետաքրքիր պետություն։ Անշուշտ սա պատմությունը ինքը հնարել է թագավոր դառնալուց հետո և գրառել տվել, նույն պատմությունը տեսնում ենք ինքը տակարանում Մովսեսի վերաբերյալ, որ նորից իրենք կողով ջուրն են գնետում, դու փարավոնի աղջիկը անում են, ունական Պերսևսը և այլն, և իհարկե այն սյուժեները, որ առկա են նաև մեր ազգային հեքիաթներում։ Դրանց խորքում ունյաց է մի շատ հին այսպիսի պատկերացում, որ բարձրագույն սոցիալական դիրք, ազնվական ծագում, իշխանության հասնելու արժանիք և այլն կարող է ունենալ միայն ջրից ծնվածը։ Այդ ամբողջ հետևանք են այդ պատկերացումի։ Եվ բոլոր հին աշխարհում բոլոր այն մարդիկ, ովքեր չունեին այդ հիմքը, իրենք այդպիսի պատմություններ էին հնարում, որպեսզի հիմնավորեն իրենց իշխանության գալը։ Հետագայում ասենք ասորեստանյան թագավորները իրենց համար ստեղծում են ինչ-որ ցակումնաբանական ավիսակներ չեղած, կամ հետագայում հին կտակարանի պատմությունները հին կտակարանի պատմությունները, որտեղ մենք ևս տեսնում ենք բազմաթիվ կեղծիքներ և չնայած դրան հին կտակարանը շատ արժեքավոր սկզբնաղբյուր է, որից հնարավոր է ոչ միայն այդ կեղծիքները տեսնել, այլ նաև տեսնել, թե ինչ կա դրանց տակ թաքնված։ Ուրեմն այստեղ բերված են սեպագիր լեզուների ցանկը, որոնց շատ հակիրճ ընթացքում մենք կանդրադառնանք, և վերջում դրված է հենց հին կտակարանը, մանավանդ ծննդոց գիրքը, որպես մի աղբյուր, որի այդ մասը, հնագույն մասը, վերցված է միջագետյան աղբյուրներից։ Դա բազմաթիվ հեղինակներ նշել են, ապացուցել են, հիմնավորել, որ հին կտակարանի ծննդոց գրքի պատմությունները միջագետյան ակունքներում են։ Հին կտակարանից ասենք կարող ենք նշել հենց նույն Եդեմի դրախտի պատմությունը, որ Տիգրիսի Եփրատի բանում են, ակունքներում են, նորանուն հնարված։ Երկրորդը ասենք, երբ որ Եդեմից գետ է բխում, եբրայերեն սկզբնաղբյուրում այդ գետը կոչվում է Նագար, որ շումերական մի սեպանշան է, Նագար սեպանշանը, որը ունի հայանթերցում։ Այսինքն այստեղից մենք տեսնում ենք, որ այդ հնդերքից բխող գետը, որ հետո բաժանում է 4 ճյուղերի, Տիգրիտ, Եփրատ և մյուս երկու գետերի, և միաժամանակ ոռոգում Եդեմի այգին, դա այդ գետը, մայր գետը կոչվել է Հայ-Հայա։ Նույն Աբրահամի պատմությունն է, որին ես անդրադարձել եմ Հիկսոսների վերաբերյալ գրքում, որը Աբրահամի ամբողջ պատմությունը իհարկե շատ հեղինակներ, նույնիսկ գրական ծագումը ասենք դիականում նշում են, որ այնպիսի պատմական անց չի եղել։ Եվ մենք տեսնում ենք, որ այդ ամբողջ պատմությունը դա կրկնում է Հիկսոսների անցած ճանապարհը հայկական լեռնաշխարհից մինչև Եգիպտոս։ Եվ այդպիսի օրինակներ հին կտակարանում շատ կան, և այդ կեղծիքները մենք և տեսնում ենք, և կարողանում ենք վերականգնել, թե նախնականը ինչ է եղել և ինչից ինչ է եկել։ Իհարկե ես վերնագրում գրել եմ թերությունները վերծանման, այդ թերությունների տակ պիտի հասկանալ երկու բաղադրիչ։ Մեկը դա օբյեկտիվ պատճառներ են, որ իսկապես կարելի է կոչել թերություն, վերծանման,
Եվ երկրորդը դրանք սուբյեկտիվ են և ինչ որտեղ նաև մտածված, ծրագրավորած կեղծիք։ Հին աշխարհի պատմության այս ամբողջ հետազոտման մեջ կա նաև այդ բաղադրիչը, այսինքն մտածված կեղծիքի գաղափարիչը։ Դե մեծ մասամբ դա իհարկե օբյեկտիվ թերություններ են, որոնց մասին ընթացքում ենք խոսում։ Ուրեմն սկսենք որպես հնագույնի շումերերենից, սեպագիր աղբյուրների վերծանման մեր պատմությունը, որը սկսվել է դեռևս 19-րդ դարի սկզբներին։ Սկզբնապես շումերերենը այդ տերմինը հայտնի չէր, լեզուն կոչում էին ակադերեն, հետո հետագայում իսկ ակադերենը կոչում էին ասուրաբաբելական լեզու, հետագայում երբ բացահայտվեց այդ շումեր անվանումը, լեզուն կոչվեց շումերերեն, ակադերեն և այդպես գնաց։ Վերծանման պատմությունը սկսվել է, կարելի ասել, հետադարձ ճանապարհով, ինչ առումով, որ նախապես վերծանվել են ասուրերեն սեպագրերը, դրանք վերծանվել են Աքեմենյան շրջանի սեպագիր հետագայական գրի վերծանման ընթացքում և ձեզ ծանոթ Բեհիստոնյան արձանագրության այդ ամբողջի հիմքում Բեհիստոնյան եռալեզու արձանագրությունն է։ Այսինքն սկզբում համեմատություն դրվելով իրար հետ, ինչ-որ բառեր ենթադրական կամ իրական, իրանական բառապաշարից ունենալով, նրանք վերծանում են իրաներենը, վերծանում են հետո ասուրական սեպագրերը, որով գրառված էր էլամական տեքստը Բեհիստոնյան արձանագրության մեջ, և այդպիսով վերծանվում են, այսինքն վերականգնվում են սեպերի հնչյունական արժեքները, որովհետև Բեհիստոնյան արձանագրության մեջ օգտագործում էին այն սեպերը, որոնք գործածվել էին մինչև այդ երկրորդ հազարամյակներում։ Դրանից հետո բացահայտվում է արդեն նոր, երբ որ վերծանվում է ակադերենը կամ ասուրերենը, դրանք նույն անվանումներն են, նույն լեզվի տարբեր անվանումներն են ըստ ժամանակների, հայտնաբերվում են այսպես կոչված շումերերեն, ակադերեն երկլեզվյան բառարանները և այդ ընթացքում պարզվում է, որ կա մի այլ լեզու, որը կոչվեց շումերերեն, որովհետև այդ բառարաններում դա այն մասը, որը ենթադրվում է թե ակադերենն է, գրվում էր շումերում։ Այդտեղից եկավ այդ տերմինը, որպես լեզվի և երկրի և մարդկանց անվանում։ Այս ընթացքում պարզ է, որ վերծանման ընթացքում բավականին շատ սխալներ պիտի լինեին, որտեղ հնչյունական արժեքները երբ որ գալիս էր իրանական լեզուներից, հետո ասուրերեն, ակադերեն և հետո շումերերեն, ընթերցումների մեջ մտնում են բավականին ավելորդ ասած հնչյունական արժեքներ կամ ընթերցումներ տված սեպանշանի համար, որոնք գործածական չեն շումերերենում, բայց ասենք գործածական են եղել այդ բառերը իրանական լեզուներում, ասուրերենում կամ ակադերենում։ Բայց դրանք հետագայում երբ որ ասենք խորանում է շումերերենի մեջ, այդ ընթերցումները շատ հեշտությամբ լինում է առանձնացնել բուն շումերերեն ընթերցումներից։ Առաջի թերությունը, որը չգիտեմ դա օբյեկտիվ կարելի է համարել, թե սուբյեկտիվ, այն է, որ լեզուն վերծանվեց լատիներեն տառադարձումով։ Լատիներեն հնչյունները կամ տառերը բավականին քիչ են հայերենից, և եթե մենք համեմատենք հայերենի հետ, ապա ընթերցման պարագայում մենք բավականաչափ, ասենք, դժվարությունների պիտի հանդիպենք և հանդիպում ենք։ Այդ տառադարձման կամ վերծանման պրոցեսի ընթացքում, որը երկար ժամանակ տևեց, պարզվեց, որ ավելի շուտ պարզեցին, թե շումերերենը ունի ընդամենը 21 հնչյուն, որոնցից 4-ը ուրեմն ձայնավոր են, 17-ը բաղաձայն։
Անշուշտ այդտեղ կա այն սուբյեկտիվ էլեմենտը, որ նախապես ենթադրվում էր, թե քանի որ այդ տարածաշրջանում է միջագետքում է ժամանակակից Իրաք տարածքն է, այսպես սուբյեկտիվորեն ենթադրվում էր, թե դա պիտի լինի սեմական լեզու։ Եվ դրանով երեք հանգիստ էին, որ այդ 21 հնչյունները պիտի վերցանմանը բավարարեն, որովհետև ենթադրաբար լեզուն սեմական է։ Բայց եթե մենք հիմք ընդունենք կամ ենթադրենք, թե այդ լեզուն սեմական չի, հն եվրոպական է, մասնավորապես հայերենն է, ապա բավական դժվարություններ պիտի ունենանք, որովհետև մոտ հնչյունների մոտ կեսը բացակայում է։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ վերականգնված հնչյուն, ասենք ինչ-որ սեպանշանի համար ինչ-որ ընթերցում են վերականգնել, դրա վրա է ընկնում նաև մյուս հնչյունները, որոնք կորել են տառադարձման ընթացքում։ Որպես օրինակ նշեմ, ասենք օրինակ Գ հնչյունը շուբերերնում արտահայտում է, երբ որ համատում ենք հայերենի հետ, արտահայտում է և ղն, և յն, և գն, և կն, և քն, այդպես մի հնչյունի վրա լցվել են հայերենի մի քանի հնչյուններ։ Կամ ասենք Դ հնչյունը, Դ հնչյունի պարագայք կտեսնենք քիչ հետո, ասենք Դ հնչյունը կրում է և Ջ է ընթերցվում, և Ց է ընթերցվում, և Ց է ընթերցվում, և Դ, և Դ։ Եվ դա հենց այս վերցանման հետևանքն է։ Ընդհանրապես վերցանության պրոցեսը մի շատ բարդ գործ է, աշխատանք է։ Եվ հայտնի է, որ ամենայն դեպս տվյալները այդ մասին են խոսում, որ անծանոթ լեզուն գործնականում անհնար է վերցանել։ Ասենք դրա օրինակ են հայտնի հին գրային աղբյուրներն են արձանագրությունների տեսքով կամ առանձին նշանների տեսքով, որ մենք հանդիպում ենք համարյա ամենուր երկիր մոլորակի վրա, Ամերիկայից մինչև Եվրոպա, ասենք եվրոպական դանուբյան մշակույթը, հարաբյան մշակույթը, միջերկրածովյան կղզիների այդ գրերը, այդ նշանները ոչ մեկը հնարավոր չի վերցանել, որտեղ լեզուն չգիտեն ու մինչև հիմա չեն կարողանում վերցանել, դե դա գործնականում անհնար է։ Ինչ որտեղ նման մի երևույթ էր նաև շումերերենի վերցանումը, որտեղ անծանոթ, անհասկանալի մի լեզու, բայց այստեղ, քանի որ դրա վերցանումը եկավ իրաներեն, ակադերեն, հետո շումերերեն, խնդիրը մի փոքր հեշտացավ։ Եվ այդ վերցանման ընթացքում բավականին ճշգրիտ բաներ նաև բացահայտվեցին, բայց բազմաթիվ թերություններով իհարկե։ Հաջորդը։ Այսինքն առաջին մեր որպես թերություն նշում ենք, որ այդ տարադարձման պրոցեսը, որ եթե շումերերենը որպես լեզու ուներ ավելի շատ հնչյուններ, մասնավորապես եթե դա հայերենն է, ապա մեծ դժվարություններ պիտի լինեն բառերի նույնացման հարցում։ Երկրորդը դա գաղափարագրության գրել եմ սրբոցը կամ սրբության սրբոցը կամ ոսկե կանոնը, ինչպես կարող եք կոչել, դա գաղափարագրության հիմունքներն են։ Ինչ բան է գաղափարագրությունը։ Մի քանի անգամ այստեղ ելույթների ընթացքում դրա մասին խոսել եմ, հակիրճ երկու խոսքով կասեմ, որ գաղափարագրության հիմքում դրված է հետևյալ կանոնը, որ վերացական իմաստ կրող բառերը, որոնք հնարավոր չէ նկարել, գծագրել, որտեղ վերջերջով մենք հիմա որ խոսում ենք, խոսքը գնում է նշանագրության, գաղափարագրության մասին, և ինչ որ մենք ուզում ենք խոսք գրառել, դա պիտի անենք պատկերի միջոցով։ Եվ այդ վերացական իմաստ կրող բառերը, ասենք աստված բառ, չգիտեմ, բերել, տանել եւ այդպիսի բաներ մենք պիտի կարողանանք գտնել մի համանուն բառ գաղափարագրվելիք բառի, որը հնարավոր է նկարել։ Այսինքն դա պիտի լինի առարկայի անվանում։
Շումերերենի պարագայում բավականին շատ փորձեր են եղել շումերերենը նույնացնել ուրիշ այլ լեզուների հետ։ Նույնիսկ վերցանման սկզբնական շրջանում, ասենք այդ վերցանումների բեհիստունյան արձանագրությանը գտնելու, վերցանելու գործում մեծ աշխատանք կատարած, ասենք Ռաուլինսոնը, անգլիացի, նա սկզբնական շրջանում ենթադրում էր, որ ու մինչև վերջը ենթադրում էր, որ այդ սեպագիր արձանագրությունների հիմքում դրված են թուրքերեն լեզուները, դա թուրքերեն են։ Ընդ որում այդ տեսակետը մնաց երկար մինչև օրս, այսօր էլ կան հեղինակներ, որոնք պնդում են, թե ասենք շումերերենը թուրքական լեզուներին է պատկանում։ Նույն խնդիրը դրել են և անում են, կան հեղինակներ աշխատում են այդ ուղղությամբ, որ շումերերենը դա հունգարերենն է։ Անում են լիտվացիները, անում են չեչենները, անում են քրդերը։ Եվ կարծես թե բոլորի մոտ ինչ-որ մի հաջողություն լինում է, ամեն մեկը, ասենք մի 100 բար, մեկը մի 200, մեկը մի 500 բար, գտնում է երկու լեզուների միջև։ Բայց դա ապացույց չէ, որովհետև նման պատահական նույնություններ կամ սուբստրատային ինչ-որ բառեր ընդհանրական կարելի է գտնել միշտ տարբեր լեզուների մեջ։ Եվ այստեղ այդ որ խոսում եմ գաղափարագրության ոսկե կանոնի մասին, դա այն է, որ եթե մի պատկերով, որ հետո դարձել է սեպանշան, մենք գաղափարագրել ենք որոշակի բառերի շարք, որոնք իրեն կամ համանուն են, կամ հոմանիշտ, մենք պիտի ստուգենք ինչից է ծագել այդ սեպանշանը, ինչ առարկայի պատկերից։ Ինչ անվանում ունի այդ առարկան տվյալ լեզու, արդյոք հնարավոր է բացատրել, ասենք եթե անում է դա հունգարացին և ասենք վերցնում է ոտքի պատկերը և ոտքի պատկերով ընթերցված բառերից ինքը նույնացնում է ինչ-որ հունգարերեն բառերի հետ։ Նա պիտի հիմնավորի, որ հունգարերը թույլ է տալիս, որպեսզի հունգարերենում ոտք նշանակող բառի կան համանուններ և հոմանիշներ, որոնց միջոցով կարող են գաղափարագրվել այդ բառերը հունգարերեն լեզվի հիմքի վրա։ Այսինքն սա այն հիմնական բանն է, որով մենք պիտի կարողանանք ասել, թե տվյալ վերցանված լեզուն, նախկինում անհայտ լեզուն, ներկա լեզուներից որևէ մեկի հետ արդյոք կապ ունի, թե ոչ։ Ինչու, որովհետև համանունները, եթե կան լեզվում ինչ-որ համանուններ, բառեր, ապա մի որևէ այլ լեզում այդ համանունները չեն կրկնվում։ Այսինքն հայերենում եթե մենք ունենք հավ նախնի և հավ թռչը, ապա մի որևէ երկրորդ այլ լեզվում այդ համանունները գոյություն չունեն։ Դա միայն հայերենի սեփականություն է։ Կամ ասենք ռուսերենում եթե կա կլյուչ բանալի և կլյուչ աղբյուր, ապա այդ բառերը, այդ համանունները միայն ռուսերենի սեփականությունն է։ Եվ ուրիշ ոչ մի լեզում դա չկա։ Այս հիմնարար ուրեմն օրենքն ասեմ, փաստն ասեմ, որը մեզ հիմք է տալիս հիմնավորել, թե դրանք ինչ լեզու են պատկանում։ Դրա համար է դրա վերնագիրը, երկրորդ ուրեմն թյուրիմացության վերնագիրը, ես դրեցի ոսկե կանոնը գաղափարագրության սակոցել, որովհետև այդ բոլոր դեպքերում այս կանոնը խախտվում և անտեսվում է։ Գրքեր են հրատարակվել, Ամերիկայում, ասենք, մի թուր գիրք է հրատարակել, որտեղ բերում է 500 շումերերեն, թուրքերեն բառերի զուգահեռներ։ Բայց, ասենք, մի բառը վերցնում է մի սեպանշանի ընթերցումից, այն մյուս բառը մի ուրիշ սեպանշանի ընթերցումից, որոնք պատահական բառեր են, կամ, ասենք, այդ լեզվում թուրքերենում փոխառություն են մի որևէ այլ լեզվից։ Ընդ որում ասեմ, որ թուրքերենում կան բավականաչափ հայերեն բառեր, շատ հնուց փոխառնված, որոնք հետագայում, ասենք, թուրքերի միջոցով են ինձ աշխարհում տարածվել, ասենք, յուղն է, տավարն է և այլն, բազմաթիվ այդպիսի բառեր կան։
Եվ այդ փորձերը անողները ուրեմն անտեսել են այս գաղափարագրության օրենքը վերցնելով պատահական նույնություններ, մոտավոր իմաստների եւ մոտավոր ընթերցումների։ Այստեղ բերել եմ մի օրինակ։ Սա մի նշանագիր է, որը օգտագործվել է Շումերում դեռևս 4-րդ հազարամյակում, բահի սխեմատիկ պատկեր է։ Մոտավորապես 500 տարի, ուրեմն 600 տարի գործածվել է որպես նշանագիր, որից հետո սա ձևափոխվել 90 աստիճան շրջվել է դեպի ձախ եւ վերածվել սեպանշանի, այդ սեպանշանը քիչ հետո կտեսնենք ինչտեղ այստեղ մոռացել եմ դրել։ Այս ներքևում դրանի երբ որ սեպանշանը նշանագիրը դարձել է սեպանշան, այսօրվա բառարանները, այսօրվա ամենակատարյալ բառարանը Չիկագոյի ուրեմն Շումերագիտության կենտրոնի բառարանն է, սա նրանց տվյալներն են, թե ինչ ընթերցումներ ունի այս նշանագիրը կամ սեպանշանը եւ ինչ իմաստներ։ Մենք տեսնում ենք, որ այստեղ տեսեք, համանուններ են բոլորը, ասենք տարբեր իմաստներով 1, 2, 3, 4 իմաստներով համանունների շարք է, որը վերվում է որպես այդ սեպանշանի ընթերցում։ Եվ այդ ընթերցումները հնարավոր է գաղափարագրել միայն հայերենի հիմքի վրա, որովհետև բահ բառը, որը բարբառներում ունի նաև բա ձևը, հենց բարձր բա արմատը, բա կամ բայ։ Բահ բառի այդ բա վանքը վերցրել են որպես սեպագրության, որպես գաղափարագրման հիմք, որպես մի վանք կամ պարզ բառ, երկնչին բառ, որով վերարել են բաժանել բաժ արմատը, էլի բայով սկսվող, ստեղ գրված է ինչ-որ կտրող գործիք, որը հենց բահն է, այսինքն սա առարկայի անվանումն է, ընդ որում գրված է այստեղ, գրված է ցուցիչ դետերմինանտի, որ դա փայտ է գործիք է, այսինքն փայտ գաղափարագիրը երբ որ դրվում ենք, փայտ ցուցիչը, նշանակում դա գործիք է, այդ գործիքը հենց այս պատկերն է, այսինքն այս պատկերի անվանում օգտագործելով նրանք գաղափարագրել են ուրեմն բաժանել եւ բացել։ Այստեղ ավելացվել է դ, վերջում, որտեղ քիչ առաջ ասեցի, որ դ հնչյունը այդ տրանսլիտերացիա տարադարձման ժամանակ այդ տերությունների հետևանքով դ հնչյունի վրա բավականին ուրիշ ընդորում ինչու է եկել, որովհետև հայերենում ևս դ հնչյունը ինքը ձևափոխվում է ձ-ց-ց-ի, ասենք խեղդ, խեղձ, այդպիսի օրինակներ մենք շատ ունենք, և դա այդ օրինակներից մեկն է, սա է բացել, բաժանել, էլի կան իմաստներ, դրանցից մեկը հենց բա արմատն է, խոսել, սրանք մի քիչ հետո առանձին կանդրադառնան, ընդ որում ես բան, հենց իրենք մասնագետներն են նշում, որ ես բա վանքը շումերերենում, դա չգիտեմ, ամենայն դեպս մասնագետները ասում են, թե շումերերենում բաց էր թողնվում, թե արդյոք նրանք բաց էին թողնում, թե դա իրենց վերցանության ուրեմն տերություններից մեկն է, որպես փակվան կարող ենք ընթերցել բար, բայ, այսինքն բոլոր բաղաձայները շարել, բար, բայ, բան, բալ, բան, բաս եւ այլն։ Մենք կարող կա այսպիսի ընթերցումներ, որ բոլորը նույնական են հայերեն այդ նույնահունչ խոսել բարին, մի քիչ հետո դրանք կանդրադառնանք։ Սրանք են ընթերցումներն են, որոնք դիմինիշ պակասը չէ։ Այս մեկը բաստորեցինք և այս պակասելը, պակաս բարը, որ էլի պա արմատն է, չտուգաբանված բարը, այսինքն այս բոլոր համանունները մենք կարող են գաղափարագրել ուրեմն բահի պատկերով։ Հիմա մյուս դեպքերում, ասենք նույն չեչենը կամ քուրդը կամ հունգարացի կամ թուրքը նման հիմնավորում չի կարող բերել, որովհետև այս համանունները յուրահատուկ է միայն հայերեն։ Ընդ որում բարը երբ որ վերցնում է, ասեցի որ բա հայինք ունի բա հայերենում, բարբարներում հենց բա, բայ, այսպիսի համանուններ ունի և բա,
Այդ պարզ արմատներ կան այլ բարբարներում և եթե մյուսների դեպքում մենք վերջի բաղաձայները ասեցի, որ կարող ենք այսպես կարդալ, փակ վանկի ձևով կարդալ և երրորդը, որ գաղափարագրության մեջ վերցնում է ակրոֆոնիկ ուրեմն ընթերցման սկզբունքը, վերցնում է բառի կամ առաջին վանկը, կամ առաջին հնչյունը։ Այսինքն այս բոլոր դեպքերում բացատրությունը կարող է տալ միայն հայերեն։ Մյուս լեզուների դեպքում, մյուս փորձերի դեպքում ոչ մեկը նման հիմնավորում չի բերում, բոլորը անտեսում են, որ անպայման տվյալ սեպանշանի ընթերցումը պետք է կապ ունենա այն առարկայի անվանման հետ, որի պատկերից ծագել է տվյալ սեպանշանը։ Երրորդ թերությունը, որը երեք կարևոր թերություններ պիտի նշեմ, երրորդը դա ճիշտ ընթերցման կամ ճիշտ վանկի ընտրությունն է։ Եթե բառը բաղկացած է մի քանի վանկերից և դրանք գրառվել են տարբեր սեպանշանների միջոցով, ապա ամբողջական բառի ճիշտ ընթերցումը կախված է դրանից, թե ինչպիսի ճշտությամբ ես դու ընտրում դրա մեջ մտնող վանկերի ընթերցումները։ Եթե դու մի վանք սխալ ընթերցես, բառի պատկերը լրիվ փոխվում է։ Որպես օրինակ բերել եմ շումերերեն նումուն, նշանակում է սերմ, որը բավականին շատ, սա այդ նույն Չիկագոյի համալսարանի տվյալներն են, 1000-ից ավել գրավոր ուրեմն վկայություններ ունի և սերմ նշանակող միակ հիմնական բառը շումերերեն։ Առաջի հայացքից այս բառը ոչ մի կապ չունի հայերեն սերմ կամ սերման բառի հետ, կամ սերմուն։ Նմանություն տեսնում ենք միայն երկրորդ այս մուն բաղադրիչի մեջ։ Ակադերեն բառը, այս բառի համար, բերում են զերու ընթերցում, զերու, սերու, ծերու։ Այստեղ արդեն մենք նկատում ենք, որ սա այստեղ ինչ-որ հայերեն սերմ, բառը այդ սեր արմատն է, որտեղ հայերեն սերմ բառը կազմված է սեր արմատից և ման մուն մասնիկից։ Տեսա, բեր աճարանի արմատական բառարանից սերմն բառն է։ Հիմա ինչ է կատարվել։ Այդ նումուն բառը վանկագրվում է նումուն, այսինքն գրվում է երկու սեպանշանների միջոցով, որոնցից մեկի անվանումն է սեպանշանի նու, մյուսինը մուն։ Մենք տեսնում ենք, որ այս մունը համընկնում է հայերեն սերմն, սերման, սերմունք, այդ մուն մն բաղադրիչի հետ։ Եվ նաև տեսնում ենք, որ ամեն ինչ, այսպես ասած, փչացնում է այս նու ընթերցումը, նու սեպանշանի ընթերցումը։ Բայց երբ որ խորանում ենք, պարզում ենք, որ ահա նու սեպանշանը և նրա ընթերցումները։ Տեսնում ենք, որ այդ ընթերցումների մեջ արկա է սիր ընթերցում։ Ընդ որում, եթե մի քիչ էլ ենք խորանում, բառարանները թերթում ենք, տեսնում ենք, որ այդ սեր ընթերցումը ճիշտ հայերեն սեր բառի իմաստ ունի։ Սերուն, ծնունդ, ցեղ, տոմ, ժառանգ։ Շումերերեն սեր, սիր բառը ունի հենց այդ իմաստները։ Եվ հիմա, երբ որ մենք այս նու ընթերցման, սեպանշանի նու ընթերցման փոխարեն տեղադրենք այս ընթերցումները, ապա այս նումունը միանգամից կձևափոխվի կդառնա սերմուն, որը հոգնակի ուղղական հնագույն ձևն է։ Ընդ որում աճարանայի բառարանում բերում է սերմունք ձևը, բերում է հացականով, ետնաբար, այսինքն դա ուշ ձև է։ Իրականում շումերերենը պես համար բացահայտում է, որ ընդհակառակը սա հնագույն ձևերից մեկն է, որը հետագայում ես ու իսығմամբ արդեն ձերք է բերել սերման ձևը։ Սերմն ձևից չէր կարող առաջանալ սերմունը, այդ սերմունից ուի ընկնելով կարող էր առաջանալ սերմն ձևը։ Եվ վերականգնում ենք ուրեմն սերմն։ Այսպիսով մենք տեսնում ենք, թե մի վանկի փոփոխությամբ ինչպես է ձևափոխվում բառը։
Հաջորդ։ Ուրեմն հիմա ես 3 թերությունները, որ ես նշեցի, դա մի քանի օրինակների ու ուզում եմ ցույց տալ, թե դա ինչ հետևանքների կարող է բերել, կամ ինչ բացահայտումների կարող է բերել։ Այսպես գրվում է բանգաշ ընթերցվում եւ այս սեպան, այս բան է, այս առաջին են բա սեպանշանի սեպն է։ Բան է, որը դեպի ձախ 90 աստիճանով թեքված է, նշանագրի համեմատ։ Բա, ան, գա, աշ, այս ընթերցումն է։ Երկրորդ ձևը, բա, գա, շա։ Ինչ է ցույց տալիս սա։ Նախ ցույց է տալիս, որ այս բան պետք է հենց անաստեղ որ կա, պիտի ընթերցել բան։ Ինչպես որ մի քիչ ասեցի, որ բա սեպանշանը կարող եք ընթերցել որպես փակ վանք կամ բար, բան, բար, բալ, բաս, բա եւ այլն։ Դա է դեպքն է, որ մի անգամ կրճակ գրվել է բա, երկրորդ դեպքում գրվել է բա, ան։ Այս բան եւ բանը հենց շումերերենում ունի ասել, խոսել, առած, ասացված, հետ իմաստներ։ Եվ բա բանկի, այս բա, բար, բալ, բան, բան, բալ, բաս, այս ձևերը տակը դրված են հայերեն զուգահեռները, բա, բայ, բար, բալ, բան, բան, բալ, բաս, որոնք հայերենում հենց ունեն բար խոսքի իմաստ։ Եվ մենք տեսանք, որ այս հայերենով այս բացատրությունը ամբողջովին է, որ ասեցի ոսկե կանոնը գաղափարագրման, հիմնավորվում է, որ այդ գաղափարագրումը կարող էր կատարվել միմիայն հայերենի հիմքի վրա։ Այսինքն սա ընդունում ենք որպես աքսիոմա, որ այդ բան կամ բան ձևը, այս բան, բար, դա բար, խոսք, հետ իմաստում։ Երկրորդը գա աշ և գա շա, այս աշ և շա գրելաձևերը, մեկը ան սկզբից մյուսը վերջի, ցույց է տալիս, որ այստեղ խնդիր է դրվել պարզապես շ բաղաձայն արտահայտել։ Որտեվ ան մեկ սկզբից է, մեկ վերջից է, այսինքն այստեղ ցայտու նման օրինակներ շատ կան բաղաձայնի արտահայտման, որ ձայնավոր հետ գործ չունես, ամենայն բաղաձայն արտահայտում։ Իսկ շն ինքը հայերենում երբ որ խոսեցին տարադարձման այդ տրանսլիտերացիայի մասին, շն հաճախ արտահայտում է հայերեն ցն։ Մի քիչ հետո նորից կտեսնենք հայերս անվան ուրեմն կապակցության։ Այսինքն այս շն արտահայտել է ցն։ Իսկ այս գավանքը ինքը ունի հա ընթերցում։ Եվ սրանով կարող ենք կարդալ հա, հայ։ Այս աշ երկուսը այս վերևի ազ, ատ։ Եվ սա էլ այդ շա երկուսի սետն է։ Այստեղ առաջ եմ կանգնենք։ Ենթադրելով, որ այս գայի հա ընթերցումի հետ այստեղ դնենք, սա խոսքն է, սա էլ գան է, որը պիտի ընթերցենք հա, հայ, սա էլ որպես ցն, ասենք սերական, հայցական հորովի հոգնակի վերջավորություն։ Այս ամբողջը նշանակությունն է 36, այս երկու գրությունների իմաստն է 36։ Ինչու 36։ Երբ որ շումերենի թվերի ընթերցելու կարգը հայտնի է, և շատ, և միշտ դա գրվում է այսպես, 30 և 6, 30 ընթերցվում է ուշու, 6 ընթերցվում է աշ, այսինքն եթե ընթորցում ենք շումերեն, մաքսիմում սրան պիտի ասենք, որ 36-ը հարկ է ընթերցել ուշու աշ կամ, ասենք ուի կամ այս սրման ուշաշ։ Բայց սա տարբերվում է, դրիվ սա ուրիշ բան է, և սա եզակի է շումերերենի թվերի ընթերցումների մեջ, ոչ մի ուրիշ թվական, այսպիսի տարբերակվող, խիստ տարբերակվող ընթերցում չունի։ Հիմա կամ 36 թվին, ինչ բան է 36 թիվը։ Դերևս
առաջի դարում Պլուտարքոսն է գրել, որ 36-ը, երբ որ ինքը անդրադառնում է բոլոր թվերին, բնութագրում է բոլոր թվերը, ամենավերջում անդրադառնում է 36 թվին, ասում է, որ դա գերագույն երթումն է և տիեզերքը, 36 թիվը դա տիեզերքը, քանի որ այն հանդիսանում է 1-ից 8 թվերի գումարը։ Այսինքն 36 թվից բարձր էլ ոչ մի բան չկա աշխարհում։ Դա գերագույնն է, դա տիեզերքն է եւ 36 թվի այն բաղադրիչները, որ մենք սովորենք մեր այգուբենը շարել 1, 36, 2, 18, 3, 12, 4, 9, 6, 6 այդ ձևերով այդ 36 թվի այդ բաղադրիչները դրանք փաստորեն տիեզերքի բաղադրիչներն են հանդիսանում։ Դա գրել է դեռ Պլուտարքոսը, ասում եմ, որ 2000-ից ավել տարի առաջ։ Սա պատմական փաստ է։ Երկրորդ պատմական փաստը ուրիշ 36 մենք ոչ միտեղ չենք հանդիպում, մեկ էլ հանդիպում ենք հին հների, ու հիմա էլ այդպես, բայց դե հների, քանի որ նրանք են ստեղծել, երկնային սֆերայի շրջանի բաժանումն է 360 աստիճանի, որը էլի 36 թվի պատիկն է։ Եվ վերջապես երրորդը դա հայերեն հայոց լեզվի հնչյունների քանակն է։ 36։ Այս փաստերը, երբ որ մենք համադրում ենք, ընդ որում ինքներդ կարող եք ստուգել կամ չգիտեմ նայել, դա հիմա ասենք մեծ պրոբլեմ չի, որ աշխարհում երկրորդ լեզու գոյություն չունի, որը ունենա 36 հնչյուն կամ 36 տառ։ Երևաբար սա ամփոփենք, եթե մենք ամփոփենք, ապա այս հայը արդեն կարող ենք հիմք ունենալ ասելու, որ դա հայ ցեղանունն է։ Առաջի բառը մենք վերցանեցինք դա բան, բալ, բաս, բառ, խոսք բառն է, և երկրորդը հայն է։ Ուրիշ բան մեզ չի մնում, եթե դրան գումարենք այն փաստերը, որը բերեցի, ասենք 36 թվի վերաբերել։ Այսինքն, այստեղ գրված է բան հայոց, և դա նշանը ընթերցում են 36։ Այստեղ մենք, երբ որ ես ասում եմ վերծանության տերությունները և հետևանքները, այս տիպի բաները նկատի ունեմ, որ վերծանության տերությունը, չգիտեմ դա չեմ համարում նման բաները վերծանված կեղծիկ, որովհետև ավելի շատ դա գալիս է չիմացությունից, որովհետև երբեք հայերենը չի դիտարկվել որպես սեպագրերի լեզու, որովհետև բոլոր ժամանակներում սեպագրերի հետազոտման տիրապետել են կարծիքը, որ հայերը երկրորդ են հայկական լեռնաշխարհում, այնտեղ հայտնվել են 6-րդ դարում։ Հետևաբար ինչ որ կա դրանից առաջ ոչ մի կապ չի կարող ունենալ հայերի հետ։ Եվ ընդհանրապես այդ խնդիրը չի քննարկվել, որտեղ եղել է տաբու, տարածաշրջանում հայեր չկար։ Որպես օրինակ, ասենք, երբ որ քննարկում են շումերական դամբարաններից պեղված կմախքները, դասակարգում են երկու տիպի՝ կարճագանք, երկարագանք։ Երբ որ խոսում են կարճագանք մարդու տիպի մասին, թվարկում են բոլորին, քրդեր, իրանացիներ, չգիտեմ, խեթեր եւ այլն։ Հայերին ոչ, հայերին ասում են, արդեն հայերի վերադրանք գիտական հոդվածները։ Հայերի մասին արդեն խոսքը գնում է Աքեմենյան տիրապետության ժամանակ, ասում են միջագետքում հայտնվեցին արմենոիդ հայերը։ Այսինքն, որպեսզի այդ տաբուն, որ հայեր չկային մինչև 6-րդ դարը, Աքեմենյաններից առաջ տարածաշրջանում հայեր չկային, միջագետքում պեղված կմախքները միայն 6-րդ դարից հետո ժամանակագրորեն համարում են արմենոիդ։ Դրանից հիները և կապում են հայերի հետ։ Դրանից հիները, որոնք ոչ մի բանով չեն տարբերվում իրարից, դրանք կոչվում են կլորագլուխ, կլորագանք,
Եվ անհայտ է, ասում են անհայտ է, չգիտենք ով են։ Դա կարող է լինել խեթը, դա կարող է լինել քուրդը, դա կարող է լինել իրանացին, ով ուզում է կարող է լինել։ Իսկ երկարագամը դրանք սևիտներն են։ Հիմա այս տիպի փաստերը մեզ ցույց է տալիս, որ օրինակի համար այդ գանգերի պարագայում, որ դրանք հենց հայերն են, հենց արմենոիդ հայերն են կամ կլորագանք հայերն են։ Հաջորդը սա ուրեմն հիմա կոնկրետ մի պիտի ասնենք մի այլ սեպանշանի ընթերցմանը N այդ սեպանշանի ընթերցումն է N այս սեպանշանի ընթերցումն է այստեղ բերել եմ մի հատված շումերական աստվածների ցուցակից կոչվում է Անանու ինչու որտեղ այդ ցուցակի առաջին տեղում գրված է Անը եւ Անումը այսինքն երկնքի աստվածը եւ իր կինը այս ցուցակը ուրեմն բաղկացած է 24 դիցանուն է պարունակում դեսա ինչ է նշանակում գրված ամենավերջի տողում 48 երկուսեն գրել 42 չէ 8 դիրի ես եմ նկատեցի 48 N ama a N lilake Այս N lilake դիցանունն է դա N lilն է սեռական հոլովով այսինքն նշանակում է 48 N ama նշանակում է մայր a-ան նշանակում է հայր այսինքն ջրի երկու սեպանշանով գրվել է հայ նշանակող բառ Այսինքն նշանակում է, այս ամբողջ տակի գրությունը նշանակում է, որ այս 47-ը Էնլիլի հայր մայրն են, որոնց թե ինչ հայր մայրն են, պիտի բացատրի այս են սեպանշանը։ Են որում հերթագայությամբ դրանք սկսվում են։ Այս նիշարկը բոլորը արականները սկսվում են Էնիով, առաջինը Էնկի դիցանումն է, երկրորդը իրեք կնոջ Նինկի Բոլոր իքականները սկսվում են նինով, արականները էնով։ Իքականները արականների իրար դիմաց ամուսիններն են։ Այս առաջին զույգը, երկրորդը դրանք ամուսիններ են։ Էնկի, նինկի, այսօրվա ընթերցմամբ երկրի տիրակալ, երկրի տեր, երկրի տիրուհի։ Տիրուհին ես նին սեպանշան ընթերցումն է, որը գաղափարագրում է նի-ին։ Սկսենք դրանից Իսկ նի սեպանշանը ունի դիկ ընթերցումներ։ Ինչու, որովհետև ես նի սեպանշանը իր հիմնական իմաստը յուղն է։ Եվ ինքը այդ իմաստի համար ունի իա ընթերցում, մեր յուղ բարի, վերջի ғն է բացակայում։ Իսկ պատկերը դա յուղի ամանն է, այլ կերպ ասած տիկը։ Մինչև այսօր էլ, եթե գնաք Յայլանները, մեծ իմասամ յուղը, որը հավաքվում է, եւ պիտի դեռ խնոցով հարվի, այդ կատիսերը, որ հավաքվում են, պահում են տակերի մեջ, որտեւ Երբ որ լցնում են տիկի մեջ, այդ ծակոտկեններով քամվում է ջուրը դուրս է գալիս եւ մնում է յուղը։ Տիկի պատկերը։ Դրա համար է սեպանշանը ունի դիկ ընթերցումներ։ Եվ երբ որ ես նի տիրուհի նշանակող, իմաստը ճիշտ եմ վերականգնել, նի ին բարի մեջ նի փոխարեն դնում ենք նրա առարկայի անվանումը, որից ծագել է սեպանշանը, մենք ստանում ենք, որ նին դա նշանակում է ընթերցումն է տիկին, որը նշանակում է մեծ կին։ Այսինքն իքական դիցանումների շարքի առաջին նինը բոլորը պիտի ընթերցենք տիկին։ Օրինակ, Էնկի աստծո կինը նինկի, մենք տիստեր ընթերցենք տիկին կի։ Կին արդեն իր բուն անունն է։ Տիկինը Տիտրոսն է, երկրորդ կին իր անունն է։ Սա իքականների, հիմա պարզենք, թե ինչ է N-ը, հաջորդ։ Սա այդ
նշանագիրն է, որի ծագել է այն սեպանշանը, սա շումերական սեպանշանն է, սա հետագա ասուրաբաբելական կոչվող անվանվող սեպանշանն է, ավելի պարզեցված տարբերակը, սա իր ընթերցումներն են, ինչպես նկատում եք, այս բոլոր սեպանշանները առնվազն 10-ից ավել ընթերցումներ ունեն, այստեղ ևս, են, ենու, ին, ենա, ենի եւ այլ եւ ուրուն, գնացինք առաջ։ Հիմա մի փոքր ընդմիջարկում, հիմա կվերադառնանք ենի, հիմա անդրադառնում ենք դու 3, այսպես կոչված դու 3 սեպանշանի։ Այս 3-ը ընթերցման հետ ոչ մի կապ չունի, դա նշանակում է, որ կան մի քանի սեպանշաններ, որոնք ունեն դու ընթերցում, եւ այս թիվը դրվում է, որպեսզի պատկերացում կազմենք, թե ամենաօգտագործվող սեպանշանների մեջ հաճախությամբ որ դիրքում է։ Այսինքն սա դուերից ամենաշատ օգտագործվողներից երրորդն է։ Միայն դա է նշանակում իր ընթերցումը դու է։ Սա իր նշանագիրն է, սա սեպանշանը, եւ նշանագիրը ակնհայտ է, որտեղ ինքը հենց այդ իմաստներ ունի, սեպ է, որի հայերեն անվանումները շատ են, հոմանիշներ շատ կան, որոնցից մեկը երիթն է, եւ նշանագիրի ու սեպանշանի համար է նույն ակրոֆոնիայի սկզբունքով, կամ բարի որ բարձ տուգաբար ջրից արմատը կարող է եր լինել, վերցնում ենք եր ընթերցումը։ Այսինքն այս սեպանշանը պիտի ունենա եր, ար, ընթերցում։ Քաչ հայտնի է, որ հայերենում արը եւ երը իրար փոխարինում են, դրա ասենք բառը, որ հիմա մենք կտեսնենք, արարել, երուրել, երկուսն էլ նույն իմաստ ունեն, արարել իմաստ։ Հիմա քիչ առաջ որ խոսեցի, շումերերեն ակադերեն երկլեզվյան բառարանների մասին։ Սա մի հատված այդ բառարաններից մեկից, սրանք այդ արձանագրության մեջ տողերի համարներն են, սա այս դուս, այս սեպանշանն է, այստեղ բոլորը դրված, բոլոր տեղերում այս սեպանշանն է դրված, հաջորդը կապույտով դա այսպես կոչված ակադերեն վանկագիր ընթերցումներն են։ Առաջինը ակադերեն բանը, սա այդ Չիկագոյի շումերական շումերերենի համաբանի բառարանում այդ բանուի իմաստներն են, թե ակադեր են բանու բառը ինչ է նշանակում։ Եվ որ ընթերցեք իմաստները, կառուցել, շինել, ստեղծել եւ այլն, գործել, աշխատել, մենք տեսնում ենք, որ դա բնիկ հայերեն բան, արմատն է, բան է, որը իր զուգահեռ բարերը ունի մյուս ընդեվրոպական լեզուներում, այսինքն դա դրան այսօր վերագրում է ընդեվրոպական ծագ։ Վզոր տեսնում ենք, որ այս բարը երրորդ հազարամյակում գործածվել է սեպագիր լեզուներում, այսինքն սա հայերեն է։ Նույն սեպանշանի համար 41-րդ տողում մենք տեսնում ենք վանկագիր գրված արարու, էլի որպես ակադերեն բառ։ Արարու բառը դա բան արմատի հոմանիշն է հայերեն։ Դեոբար ես երկու զուգահեռ որ մենք տեսնում ենք, դասեք սա հայերեն է։ Սա դասեք հայերենի բացատրական բառարան է։ Այսինքն այս դու սեպանշանը մի տեքստում կարող եք կարդալ բան, մյուս տեքստում արար։ Մեջտեղի տողը 37-ը։ Դա արդեն կարող ենք ասել, որ սա ակադերեն բառն է։ Երորդ, ակադերեն բարի, էպեշի, գործնականում նույն իմաստներն է, անել, կատարել, շինել, բայց ավելի աղքատիկ իմաստներով։ Այսինքն 3 հոմանիշ բարեր են, այս դու սեպանշանի համար, որոնցից երկուսը բնիկ հայերեն են, այդ մյուսը նոր ակադերեն։ Հիմա գանք նորից գանք են սեպանշանի, առաջ հետ չէ։ Սա մի այլ բառարան է, մեջտեղի
Սյունյակում գրվում է բուն սեպանշանը, մեր դեպքում առաջին 4 տողերում այս մեր են սեպանշանն է։ Այստեղ նրա ընթերցումն է դրված, թե ինչ ընթերցում պիտի ունենա այս սեպանշանը։ Առաջի 2 տողում են, երկրորդ 2 տողերում ուր։ Հայտնի է, որ սեպագրական ուն հայերենում կարող ենք ընթերցել ա, ու, օ։ Այսինքն այս նույն վանկը ուռը մենք հանգիստ կարող ենք նաև ար ընթերցել։ Ինչու, որտեղ մենք տեսնում ենք նորից հայերեն բառերի, հոմանիշ բառերի շարք, այսպես կոչված ակադերենի սյունյակում։ Առաջին դեպքում, երբ որ n-ին վերաբերում է հենց n ընթերցում, վանկագրվել է n-ում, որի իմաստն է քուրմ, սպասավոր, հոգևոր ծառայող, այդ իմաստն է։ Մի քիչ հետո կանդրադառնանք դրան նորից։ Երկրորդը բելու։ Սա ակադերեն համարվող էլի տեր, իմաստը կրող բառն է, բել, տեր։ Հաջորդ 2 տողերը, երբ որ այն սեպանշանի համար դրված են ուռ ընթերցումները կամ ար ընթերցումները, վանկագրված են զա մի դու, որ իմաստը անհայտ է, հայտնի չէ թե ինչ իմաստ է կրում, և նաև հայտնի չի թե արդյոք ընթերցումը ճիշտ է։ Առայժմ սա հանգիստ թողնենք, չէ, սխալ ասեցի, սերում, ուրեմն ուռի համար սերում և ուռի համար արարում։ Իսկ մենք տեսնում ենք, որ այն սեպանշանը նորից ունի արար ընթերցում։ Ինչպես դու սեպանշանի դեպքում, այստեղ դիմաց նկատած է պարզ վանկը ար, այստեղ վանկի կրկնությունը արար։ Այս առաջինը հայերեն մի քիչ առաջորդ տեսանք է նու սերմ բառի պարագայում, սա այդ նույն սերմ արմատն է։ Սերմ բառն է, որ նշանակում է էլի ծնել, սերել, բազմացնել և այլն, այսինքն այդ առումով ստեղծելու, առաջացնելու իմաստով հոմանիշ է արարել բառին, արար արմատը։ Այս սերում բառի իմաստն էլ նորից անհայտ է, որովհետև սա, եթե պիտի իրենք ընդունեին որպես ակադերենի բառարաններում ընդհանրապես նման գրություն չկա։ Այսինքն չգիտեմ ինչ բառ է դա։ Դրա համար բառարաններում սա էսսեն, ես եմ դրել սե, որովհետև իրենք դրել էին էսսե սեպանշանի մի այլ ընթերցում։ Ծի 3։ Այս սեպը, որ ունի սե, սի, ծի ընթերցում, այդ ծին երորդն է, դրել էին ծի իրում, որպեսզի նույնացնեն ակադերեն ծիրու բառի հետ, որը նշանակում ամենաբարձր, բարձր, ազնվական և այլ այդ իմաստի հետ, որը նա իր հերթին իր իմաստներով ներկայացնում է հայերեն ծայր ծեր բառը։ Բայց այդ ծիրու բառը ոչ մի սկզբնաղբյուրում այսպիսի գրություն չունի։ Նա միշտ գրվում է ծի իրու։ Այսպիսի գրություն չունի։ Հետևաբար, իսկ որպեսզի իրենք նույնացնեն նրա հետ, թեպետ բառարանում սա այդ ծերու բառի տակ չեն էլ բերում, սրա սեի փոխարեն դրել էին ծի 3։ Հետևաբար նորից տեսնում ենք 2 հոմանիշ հայերեն բառեր նույն իմաստով դրված իրար հետևից և են սեպանշանին վերաբերվող ար ընթերցում։ Արար է։ Սա նույն արների, նույն արարում իմաստով, դա հար սեպանշանն է, որ ունի ար 3 ընթերցում, և ստեղ բնական է, որ այս արը պիտի իր ընթերցումը լինի և արարել իմաստը նորից այդ հարարը պիտի ունենա։ Այս պարագայում արդեն ենքի դիցանունը, մեր ցուցակում հիշում եք, առաջին տեղում հենց ենքին էր, արդեն մենք ենի փոխարեն կարող ենք դնել արար, արարիչ, արարիչ երկրի, արարիչ կյանքի, որովհետև կին, կի, կե, ընթերցումներում մեծով այդ սեպանշանը, որի իր հիմնական իմաստն է երկիր տեղ, ունի նաև կյանքի իմաստ, որովհետև մեր կյանք բառի պարզ արմատն է կե, բացարձակ համանուն է այդ ընթերցմանը։
Եվ վերջապես կա նաև մի օրինակ Ե2 սեպանշանը, որը նորից սա հավասարեցվում է այն ակադերի լեպեշու բառին, որը նշանակում է ելի մեր արարել, սերել, ծնել այդ բառի որպես հոմանիշ էպեշու։ Այսինքն Ե2 սեպանշանը, որի հիմնական նշանակությունն է տուն, շինություն, շինվածք, տուն, պալատ, չգիտեմ ամրոց, տուն, տաճար, որպես գաղափարագիր, բոլոր սեպագիր լեզուներում սա օգտագործում է որպես շինության, շինվածքի ցուցիչ, դետերմինանտ։ Հետևաբար ինչ կապ ունի տունը եւ արարել գաղափարը։ Այստեղ եւս բացատրությունը տալիս է հայերեն, որտեղ նույն արար բառը հայերենում ունի արար, սա Մալխասյանի բացատրող բառարանից է, առաջի իմաստն է շենք, շինվածք, կազմություն։ Տեքստերում, որ կարդում են մյուս կողմից ակնհայտ է, որ այսպիսի մի ձայնավորը, մի հնչյունը, ձայնավոր հնչյունը, այդպիսի իմաստներ միաժամանակ չէր կարող այդ մի հնչյունը արտահայտել։ Դա պետք է ունենա մի ընթերցում, որը չի բացահայտվել։ Եվ ահա բացահայտում է այդ ընթերցումներից ավելի ճիշտ մեկը, արարը, որը նշանակում է շենք, շինվածք, նաև կալվածք, ունեցվածք։ Ինչու, որովհետև այդ սեպանշանը, այդ նշանագիրը կազմված է երկու նշանագրերից։ Առաջինը ներսի այս խաչվող գծերը դրանք մշակվող հողատարածքի նշանագիրն են։ Երկրորդը այս իրեն փակող այդ ուղղանկյունը, դա մի ուրիշ լագապ սեպանշանն է, որ նշանակում է փակ, այսինքն դա ցանկապատի գաղափարն է, կարող է փակի ցանկապատ պատ, հողի պատնեշ եւ այլ։ Այսինքն դա մի նշան է, որ գործ ունես կալվածքի հետ, որը սահմանափակ տարածք ունի եւ անջատված է մյուս նման տիպի տարածքների։ Սա է հուշում է, որ նույնս որտեղ մեզ արարը հենց այդ կալվածք ունեցվածք եւ այլն այդ իմաստներն են։ Այս դեպքում արդեն էնկի դիցանման երկրորդ տարբերակը էա, աստված էա, որը մնացնում ենք հենց հայ դիցանման հետ, որից մեր հայ ազգանունն է ծագել։ Այս դեպքում հնարավոր է նա այս ընթերցումները։ Արար, այս ասեպանշանը ունի էշ ընթերցում, մի քիչ առաջ տեսանք, որ այդ շն նախորդ 36-ի դեպքում ց հնչյունն էր արտահայտում։ Այստեղ ևս չ կարող է լինել եւ չ եւ ց։ Նույնիսկ գրել են չ տարբերակը արարիչ։ Այսինքն աստված արարիչ, անմիջական, առանց որևէ ուրիշ բնութագրի, ինքը բնութագրում է որպես պարզապես արարիչ։ Երկրորդ դեպքում կարող ենք դնել իդ ընթերցումը նույն ասեպանշանի, որը էլի ասեցի, որ այդ դն, այդ չ, ց, այդ ընթերցումները ինքը վերցրել է սխալ տարադարձման պատճառով։ Օրինակ ասենք նույն ջուր բառը, այս աստեղ ջուրն է։ Ջուր բառը գրված է դուր 5, այսինքն դն պիտի ընդերցես ջ։ Ասենք ջորի բառը գրված է դուր, որ պիտի ջորի լինի։ Բառեր շատ կան, որ դն այդ իմաստներն է կրում եւ այս դն կարող է այս նորից այդ ց կամ չ արարիչ այդ տարբերակ։ Եվ երկրորդ տարբերակը արար դուրու կամ ջրոյ, կամ դուր 5, ունի նաև դուր 5, ընթերցում, այսինքն արարիչ ջրի, որը ճշգրիտ համապատասխանում է այս դիցանվանը վերագրվող այդ դիցաբանական պատկերացումներ։ Հաջորդում է։ Ուստեղ սրանով ավարտում ենք այդ շումերական օրինակները, շատ կար չիմա մի քանի օրինակներ քննարկենք ու վերջացնենք, որպեսզի շատ չորնեսնենք։ Երկրորդը այդ ջուրիմա թերության կամ ջուրիմացության կամ կեղծիքի դա Հայաստան երկրանունն է, որը ընդգրկում է հայկական լեռնաշխարհը, արևմտյան սահմանը ճշգրիտ հայտնի է, որովհետև սահմանակցում էր խետական թագավորությանը, իսկ արևելյան սահմանը հայտնի չի, տարբեր հեղինակներ, տարբեր կարծիքներ են հայտնել, որ ամբողջ հայկական լեռնաշխարհը մինչև Վանալի եւ այլ։ Հաջորդ
Երկրանունը գրվել է այսպես, կուր, հա, յա, շա։ Այդ կուրը երկիր դետերմինանտիվն է, այսինքն պիտի կարդանք, հա, յա, շա, երկիր։ Ինչպես են մեկնաբանել։ Այս հերինակները հայ արկապել են հայ ցեղանվան հետ։ Շան համարել են հետական ածած, որը ունի երկիրի մակտում։ Այսինքն ստան, անգլերեն land, որը դրվում է, ասենք, անվանումների վերջում։ Այդպիսի բացատրություն է տրվել և ընկալվել է որպես հայոց երկիր։ Լեզվի հապարագայում չկարողանալով, որովհետև նույն այդ տարադարձման պրոբլեմները կան, նույն սեպանշանի ընթերցման ընտրության և այլ այնտեղ պրոբլեմները շատ են, չեն համարում որպես հայերեն լեզվի հնագույն հիմք։ Այլ համարում են, որ հայերի հնագույն լեզուն, то есть բնիկ, հայ, այսպես ասած, հնդեվրոպական բաղադրիչը բերել են արի մարմենները, հենց 12-րդ դարում ութ գործելով Փոքր Ասիա, հիմնավորվելով Հայաստանում, և այդտեղից առաջ եկավ տեսակետը, թե հայերը դա հայ և արմեն ցեղերի, տարբեր ցեղերի, որոնցից արմենները հնդեվրոպացի են, հայերը ոչ հնդեվրոպացի միաձուլումից, որ իհարկե հիմարություն է։ Այս տեսակետին դեն գնաց Դիակոնը, Դիակոնը ուներ երկու հիմնավորում կամ պատճառաբանում, որ դա չի կարող նույնանալ հայ ցեղանվան հետ, որտեղ Դիակոնը ասում էր, որ այս առաջի հն սեպագրական դա հայերենում պիտի հնչի խ։ Այսինքն սեպագրության մեջ այդ հն արտահայտել է խ հնչում։ Եվ երկրորդը, այս հայա ձևը չի կարող լինել հայո։ Ան չի կարող դառնալ օ, որպեսզի լինի հայոց։ Այս երկու հիմնական ընդդիմություններ Դիակոնովինը, որը ինչ որտեղ կարելի ասել հաղթեց, որովհետև դրանից հետո հայասայի խնդիր այսօր հայագիտության մեջ ընդհանրապես ոչ շրջանառվում է, ոչ հոդված է տպագրվում, ոչ ուսումնասիրվում։ Իրականում ինչ է, այդ հն և շումերենի, և նույն խեթերենի, և այսպես կոչված խուրերենի և օրարտերենի օրինակները ցույց են տալիս, որ սեպագիր հն և խ է արտահայտել և հն է արտահայտել, հենց այն պատճառով, հենց այդ նույն տարադարձման պատճառով։ Ինչ մնում է այդ յային և յոյին, ապա այստեղ ևս, այս բոլոր հեղինակները, որոնց ես տվարկել, սրանցից ոչ մեկը ծանոթ չէր մանավանդ հայ հեղինակները, Ղափանցյան, Անդոն Ջահակյան և այլն, Իշխանյան այդ թվում, ծանոթ չէին սեպագրության հետ։ Առաջին այս անունը, ուրեմն այսպես ֆորերը, տարադարձել է հա, յա, շա, վերցնելով յա սեպանշանից յա ընթերցումը կամ սեպանշանի անվանումը, դրել այստեղ մնացած բոլոր այս շարքի մեջ բոլորը լեզվաբաններ են և դա ընդունել են վերին ճշմարտություն, որ այդ հայաշա տեղանունը գրվել է հենց հա, յա, շա։ Եվ մեր հայագիտության ասենք ցավերից մեկն է, որ մինչև օրս հայագիտության մեջ չկա սեպագրագետ, եգիպտագետ։ Ինչ որ է, հիմա պարզվում է, և այն ժամանակ էլ պարզ էր, որ այս նույն յա սեպանշանը ունի յու ընթերցում, յու, ասեցի, որ ես ուն կարող ենք ընթերցել ա, ու, օ։ Այսինքն, եթե այստեղ սրա փոխարեն տեղադրենք նույն սեպանշանի յո ընթերցումը և այս շն, էլի տեսնք, որ դա ցն է, կստանանք հայոց երկիր, կուր հայոց երկիր, այսինքն մի հնչյունի, այստեղ յա է, թե յո է, մերժվեց շատ հեղինակների կողմից, որ դա հայ ցեղանվան հետ կապ չունի, Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։ Հաջորդ։ Հա, երկու օրինակ է ուրարտերենից և սրանով ավարտենք։ Նույնად նշեմ, որ ուրարտերենի բացի իմ են թվարկած տերություններից սեպագրերի վերցանման, ուրարտուի պարագայում հայտնվում է մի չորրորդ պրոբլեմ։ Որն է այդ պրոբլեմը։ Մենք տեսանք, որ բոլոր սեպանշանները տասնյակից ավել ընթերցումներ ունեն։ Ուրարտերենը վերցանողները ամեն սեպանշանի համար վերցրին մի հնչյունական արժեք։
առանց հիմնավորելու, թե ինչու ենք վերցնում տվյալ սեպանշանի միայն այս ընթերցումը ուրարտական համապատասխան սեպանշանի համար։ Եվ դա շատ մեծ շեղումներ, ուրեմն խախտումներ, ընթերցումների, կեղծումներ մտցրեց լեզվի մեջ, որը դարձավ լրիվ մի անծանոթ լեզու, որը ասում են կապ չունի ուրեմն տարածաշրջանի ոչ մի լեզվի հետ։ Եվ չգիտես ինչու հենց այդ ուրեմն ստատուսն են, կարգավիճակն են ստանում հենց այդ սեպագիր լեզուները, որոնք պիտի նույնացվեն հայերենի հետ։ Շումերերենը, ասում են ոչ մի լեզվի հետ տարածաշրջանի կապ չունի, ցեղակից լեզու չունի։ Այսինքն այդ մարդիկ ապրել են մի այսպես ցանկապատած տարածքում, ոչ մեկի հետ ոչ շփվել են, ոչ հաղորդակցվել են, բայց մյուս կողմից ասում են շումերների քաղաքությունը տարածվել է, մեծ ազդեցություն են գործել ուրիշների վրա։ Եվ տրամաբանական հակասությունները տենց մնում են, բայց իրականում եւ շումերերենը, եւ այսպես կոչված խուրերենը եւ ուրարտերենը համարվում են ցեղակից չունեցող լեզուներ։ Ուրարտերենն ու խուրերենն համարում որ կարող են ցեղակիցներ լինել։ Հիմա այստեղ պարզապես ուրարտերենի համար վերված են նրա բոլոր գրելաձևերը, 11 գրելաձև է սեպանշաններով։ Այստեղ վերված են թե սեպանշանները ինչ ընթերցումներ պիտի վերցվեն։ Դրանք տեղադրելով բոլորը ստացվում են Արարատ անվանում։ Սա հայերեն իր ձևերը, համապատասխան ձևերը։ Այսինքն բոլոր 11 դեպքերում սեպանշանների ընթերցումները թույլ են տալիս վերականգնել Արարատ երկրի Արարատ անվանումը։ Նույն ձևի բացատրվում է Նայրի, Ուրարտուի Արի, Ուրի, Բիայնա եւ այն մնացած անունները, որոնք հայտնի են մեզ ուրեմն սեպագիրախումներից։ Բիայնայի մասին կարճ ես գրել էի Արյուս նշանակիրը գրքի մեջ եւ պարզվեց, որ Բիայնա երկիրը դա մեր բանահյուսության քաջանց երկիրն է։ Մեր էպոսի քաջանց երկիրն է, մեր բանահյուսության քաջանց երկիրն է, ուրարտացիները դա նույն քաջքերն են, քաջերն են։ Եվ այդ բառը կա էլի ակադերենում, այսպես կոչված, համարվում է ակադերեն բառ, քաջ, որը գրվում է քաշ, շու, այդ շն ջն է, եւ նշանակում է հենց քաջ արի համարձակ ուժեղ։ Եվ հենց այդ բի սեպանշանի ընթերցումն է, որով գրվում է բի այնի։ Այսինքն երկրի բուն անունը Բիայնայի դեպքում։ Դա է բի սեպն է, որ ունի քաշ ընթերցում եւ նշանակում է քաջ։ Այդ այնը, դա հայերեն էան, այդ վերջավորությունն է, որը դրվում է մեր ազգանունների, հաճախ երկրանունների վերջը, որպես հավաքական հացած։ Հաջորդը Արցախ երկրանուն է, որպես ուրարտական էլի սեպարության ասենք մի սխալ ընթերցված։ Իշատակում մի անգամ ես ծովակ յուղի մոտ հայտնաբերված արձանագրության մեջ և վերվում է ուր, թե երեք, խի, հի։ Ղափանցյանը ելնելով աշխարհագրությունից 30-ական թվականների մի աշխատանքում Խեթո Արմենիկա ենթադրեց, որ դա պիտի լինի մանավանդ, որ անունների մեջ որոշակի ինչ-որ նմանություն կա, որ այս ուրտեխին պիտի լինի Արցախ։ Հաջորդը հիմա այդ T3 սեպանշանը ընթերցում արժում, վանքը, դա նե սեպանշանի ընթերցումն է։ Սա սեպանշանների բարարաններում նե սեպանշանի համար բերվող բոլոր ընթերցումներն են, որում 50-ից ավել են։ Եվ հիմա մեր ուրարտագետ վերցանողը սրանցից վերցրել է այս տեն և ուրարտերենի համապատասխան սեպանշանին վերագրել է միայն թե ընթերցում։ Ինչու։ Հայտնի չի։ Այդ 50-ից մենակ մեկը։ Այս 50-ից ավել ընթերցումներից վերցվել է հենց սա։ Այս չկա ոչ տրամաբանություն, ոչ հիմնավորման մասին չի։ Մեկն է իրան։
Իրականում ինչպես է գրառվել սա։ Այս վերջի վանկը խին, որ ուր տեղի կարդում է։ Սա իրականում դրվել է, տեսեք, այս 50-ից ավել ընթերցումները, մենք ինչպես պիտի ջորնենք, թե որը վերցնենք։ Այդ վանկագրության կամ գաղափարագրության մեջ այդ հարցը ոնց են լուծել։ Վերջում դրել են մի վանք, որը հուշում է, թե իրենից նախորդ վանկը ինչ հնչյունով է ավարտվում։ Որպեսզի դու կարողանաս այս ընթերցումների շարքից ընտրես այն ինչ որ քեզ պետք է։ Հիմա երբ որ մենք նայում ենք, թե այս ն սեպանշանի որ սեպերն են խ-ով կամ հ-ով վերջանում, խ-ով վերջանում, տեսնում ենք, որ դրանք 4-ն են։ Զախ, զեղ, ցախ, ցեղ։ Այսինքն նույն բառի բաներն են։ Ձայնի դասները։ Եվ զախը վերցնենք, թե ցախը վերցնենք, դա նույն ցախն է։ Երբ որ տեղադրում ենք կուր ցախ, հնչյունական լրացումը չի ընթերցվում, չի հնչեցվում, եւ տակը մնում է կուր, ուրը դա առն է, մի քիչ առաջ խոսեցին, Արցախ, պարզապես գրված է Արցախ։ Այստեղից ինչ հետևություն են կանում, առաջինը կարևորը, որ արձանագրությունը վերաբերում է 8-րդ դարին, այդ ժամանակ կար Արցախ երկիրը, կոչվում էր Արցախ։ Երկրորդ, երբ որ Ուրարտացի, այսպես ասենք, Ուրարտացի այս արձանագրություն կազմողը դրել է այս խի հնչյունական լրացումը, դա նշանակում է նա գաղափար ուներ այս ն սեպանշանի, այս 50 ընթերցումների մասին։ Եթե նա ունենար այդ սեպանշանի համար միայն այս ընթերցումը, նա այս հնչյունական բանը հավելված չէր դրել։ Մի ընթերցումա դրել են պրծել է։ Ինչու է դրել սա։ Սա դրել է, որովհետև ինքը գիտի, որ այս նախորդ սեպանշան ընթերցումներ շատ ունի, դրանցից մեկը պիտի ընտրվի։ Այսինքն դա հակասում է այն արվածին ուրարտական սեպանշանների վերցանման, երբ որ սեպանշանի համար վերցրել են մի ընթերցում։ Իսկ այսպիսի օրինակներ շատ կան, երբ որ գրությունների մեջ ուրարտական կոչվող արձանագրություններում դրվում են հնչյունական լրացումներ։ Դա նշանակում է, որ այդ գրագիրները գիտեին, որ այդ սեպանշանները ունեն շատ ընթերցումներ, շատ հնչյունական արժեքներ, եւ դրանցից ընտրություն կատարելու համար հենց դրվել են հնչյունական լրացումներ։ Եվ վերջ։ Համլեջան, փայլուն ելույթեր շնորհավորում եմ։ Մի փոքրիկ լրացում, չգիտեմ, երևի գիտես, ուղղակի չասեցիր, այդ 36-ի վերաբերյալ, որ եւ հին միջագետքի եւ հին Եգիպտոսի երկնքում եղել է 36 համաստեղություն։ Եվ մեկ էլ Անանյա Շիրակունին 7-րդ դարում էլի ասում որ երկնքում կա 36 համաստեղություն, հա։ 360 աստիճան 36։ Հենց էլի 36 համաստեղություն միջագետք Եգիպտոս Հայաստան։ Դուք ասացիք, որ ուրարտերենում սեպանշանի համապատասխանում է մի շարք ձևեր, բայց մեկն են վերցրել։ Միտում կա այստեղ, ինչ եք կարծում։ Այս սա կարծում եմ այն դեպքն է, երբ որ մենք կարող ենք ասել, որ արվել է դիտման, մտածված։ Որովհետև այդ վերցանողին հայտնի է, որ բոլոր սեպագիր լեզուներում սեպանշանները ունեն 10-ից 20-ից տեսան 50-ից դրանից շատ էլ կա։ Տասնյակ հնչյունական արժեքներ։ Եթե ես իմ վերցանման ժամանակ դրանցից մեկը վերցնում եմ եւ դա դարձնում եմ սկզբում բոլոր նշանների համար, ես պիտի դա հիմնավորեմ։ Ինչու եմ սա անում։ Առավել ևս, երբ որ դու դա անում ես, դու գրի ձևը որակն ես փոխում։ Դու դարձնում ես պարզապես վանկային գիր, ինչ որ չափով նույնիսկ մոտեցնելով այդ բենական գրին։ Որտեղ այսօր համարվում է ուրարտական են համարվում 90 մոտ 9 100 էլ չկա, այդքան սեպանշան, բուն ուրարտական։ Այսինքն դա ինչ որ մի վանկայու բենական գրի չափ է դառնում։ Մնացած բոլորը համարվում են
կամ ակադերեն բառեր, կամ շումերական գաղափարագրեր։ Դե շումերական գաղափարագրերն բոլորը ունեն հայերեն ընթերցումներ, դարատով ենք մի կողմ, բայց եւ այդ բոլոր նշաններից վերցրել են մեկը, արդեն դեռ միտումը երևում է։ Խառնել, որպեսզի այդ լեզուն չճանաչվի։ Որովհետև հենց վերցանման սկզբնական շրջանում շատ հեղինակներ կարծիք հայտնեցին, որ դա պիտի լինի հայերեն։ Այդ արձանագրությունների լեզուն պիտի լինի հայերեն։ Իսկ ինչպես դա թաքցնել։ Թաքնելու միակ միջոցը բառը խեղաթյուրելն է։ Երբ որ դու խեղաթյուրում ես, բառապաշարի մեծ գերակշիռ մասը ձևափոխվում է։ Մենք տեսանք, մի բան փոխելով սերմ բառը դարել է նոմոն։ Հեչ կապ չունեն, չէ՞ իրար։ Այդ նույնը տեղի ունեցել ուրարտերենում մտածված։ Արտագետները դա չեն նկատել պրոբլեմը։ Պատահականորեն բառերի մոտ մի 15-20%-ը մոտավոր հայերենին մոտ է հնչեցում եւ այդ բառապաշարը համարում են, որ ասենք կամ ուրարտերենից անցել է հայերենին, կամ եթե հայերեն անեց բառը որ այդ եվրոպականների հետ կապ ունի, ասում են սա էլ հայերենից է անցել ուրարտերենին։ Այդպիսի բան։ Բայց առանց որևէ հիմնավորման, առանց որևէ բացատրության։ Մենք դե հաճի որպես պատասխան կներես։ Ես խոսեցի 36 թվի մասին, մի փոքր վրիպակ թույլ տվեցի, 36 գրանշան ունի նաև Աքեմենյան սեպագիրը։ Ես ընդեղ շարքի մեջ նշեցի, բայց հարակում չանդրադարձա, որտեղ ժամանակը դա սուր է։ 36 սեպանշան ունի, այբուբենական գիր է հավակնում։ Բայց իրանական լեզունների հնչյունները էլի մի հոտ 22, 23, 24 այդ կարգի է իրանական լեզուներին։ Դրանցից մի քանիսը ավելացել են իսլամ ընդունելուց հետո, որպեսզի Ղուրանի այդ բանը կարողանեն կարդալ, տեքստը կարողանեն կարդալ։ 30-ից պակաս է հիմա։ Նրան Պարսկաստանի հնչյունական համակարգը։ Բայց այդ 36-ը ինչ կապ, որտեղ։ Եվ որպեսզի հարմարացնեն ինչ են արել։ Ասենք անունը դրում են այբուբենական, բայց ասենք նույն սեպանշանին նախ տալիս են վանկային հնչյունական, վանք են դարձնում։ Ասենք մի սեպանշանի տալիս են նա, նե, նու։ Ասենք պաստորեն ինչ անում, 3 սեպանշանը դարձնում են մի սեպանշան։ Այդ ձևով 36 տառանշանը բերում հանգեցնում է նույն 22-23 նշանը։ Այսինքն ստեղ էլ կա պրոբլեմ բերծանում։ Այսինքն խնդիր կա նաև այդ Աքեմենյան սեպագիրը հայերենով կարդալու։